Մեր գերագույն դեգեներատը զարմացել էր։ Ասում է դիպլոմը ուղարկեց, բայց տեքստում 17 հատ ուղղագրական սխալ։ Լսեք։ Դու քո կրթությամբ մի հատ պետքա զբաղվես։ Ջղայնացած նամակ հետ գրեց, ասեց չհասկացա, դու մտածում ես ես կրթություն չունեմ։ Այ որ իմանաս որ տեն չի, կծում եմ դիպլոմս, եւ այդ տեքստի մեջ եւս 17 հատ ուղղագրական սխալով։ Բա Նիկոլ, այ խես տենց անաղոհած քրդի շուն։ Ախր որ ժողովուրդը զարգացած լիներ։ Քո նմանին 21 թվին չեր ընտրի, կապիտուլյացիայից, այդ խայտարակություններից հետո էլի։ Համաշխարհային պատմության մեջ մենք ամենաանգրագետ տուպոյ ազգն ենք։ Դու դրա օրինակն ես։ Նիկոլ, հələ մի օր քո քպեականներին այդենց հավաքի։ Հեռախոսները ձեռից վերցրու, մի հատ թուղթ տուր, ասա գրեք Հայաստանի մարզերը, քանի հատ են ու անուններով։ Տես, ես որ ասում եմ կրթություն չկա Հայաստանում, անգրագետ դեգեներատներ են մենակ տվել համալսարանը, քյաբաբչիներ, ասում եք չէ, Սովետը ուներ լավ կրթական համակարգ, գլուխ ուներ Սովետը կրթական, այդ արդյունքը դրանք են։ Լսեք, ժողովուրդ, այ դուք էլ ինձ գրում եք, բարոն Մելիքյան, Կոստանդին կամ բան, լսեք, մեր Հայաստանում պարոն չկա, քանի մեր հայ, տգետ, անգրագետ ազգը, դե մեծամասնությունը, նայեք, մաթեմատիկական մեծամասնությամբ եմ ես ասում, էլի, չի սովորել, օրինակ, տղամարդիկ, զուգարանից օգտվել, են փայտը բարձացնել միզելուց առաջ, էլի, Այս ազգում չպետք է լինի դեռևս պարոն։ Չկա, երբ որ մուտքի մեջը միզում են, ապրող, գմտնում պատյեզ միզում, արա ինչ պարոն, չկա պարոն, ոչ մի պարոն չկա։ Միջև մեր ժողովուրդը չկրթվի, ես այդ զուգարանի պահը էլի, արա մտնում ես արա Ռուսաստան, օրինակ բենզալցակայաններ, Մակդոնալդից բռնած որտեղ ասես մաքուր զուգարանը 1000 հոգի մարդ է մտնում։ Բայց Հայաստանում կոլեկտիվում 3 տղամարդ է մտնում, շռում են ունիտազի փայտի վրան։ Հետո ասում են մենք հազարամյա մշակույթ ունեցող իմաստուն ազգ ենք։ Գիտես ինչ, այս Նիկոլին չեմ ասում, հեսա բոլորին, եթե մի ազգի հազարամյակով ուղեղի մեջ լցնես, որ դու ամենա ազգն ես, լավ, որ քեզ դիպլոմ պետք չի, քեզ դու մորդ կաթի հետ հայի գեն ես ստացել, դու ամենաիմաստուն ազգն ես, կստանաս ես դեգեներատ արդյունք։ Այս դեգեներատ ազգ, որ կգնա կնդրի Վարդանիկ Ղուկասյան։ Կունենաս դեգեներատ տերտերներ, են Աչապահյան, ասում է, ինքը լավը բա առաջնորդ է, եկեղեցի է սարքել։ Ասում ես, այ Աչապահյան դեգեներատ, ես աթեիստ եմ։ Այդ եկեղեցիները սարքելով ձեր եկեղեցին պետություն քանդեց։ Պետություն, պետականություն կործանեցիք դուք։ Ու այսօր ես ժողովուրդը գնում է Վարդանիկ Ղուկասյանը անդրում, դերը ասել է։ Վարդանիկ Ղուկասյանը ով է ընտրել, նայեք, ղուժբազներ, գողականներ։ Ղուժբազ, արա ոնց կարող արա ղուժբազը լինի տերտեր։ Հայ մեր մոտ էդ է մակարդակը։ Ու հիմա Վարդանիկ Ղուկասյանը, եթե լավ տղամարդ լինի, էլի, հիմա կդնի իր այդ երկրպագուների մեջ, էլի, ովքեր իրան ձայն են տվել, իրան տենց սիրում են, սկսած այդ տերդերի ընտանիքից, այդ Աչապահյանի, կհայտարարի առաջի գիշերվա իրավունք,
որ այդ տան մեջ երբ առաջի հարսը եկավ, պետքա Վարդանիկ Ղուկասյանը տանի շինի տա նոր փեսին։ Այ այսքանը պետք է անի Վարդանիկ Ղուկասյանը, թե չարեց ինքը ամենավերջի են անինքնասերն է։ Այ այդ անդրազանգվածին պետք է այդ օրը գցես։ Ասում եկեղեցի է սարքել։ Այ թե ում է գովում։ Աղջիկների վրա ղզղնել է լրագրողների։ Տերձերը ասում է, սա լավ մարդ է, եկեղեցի է սարքել։ Երեք ինձ մի հատ մարդ կա, խոսում եմ Ամերիկայից։ Ասում է, Գլենդելում մի հատ եկեղեցի ունենք։ Ասում է, մի հատ ուրիշ նագդոն եկել, ասում է, դեմն է եկեղեցի սարքում միլիոններ ծախսում։ Այ հիմա ասում եմ, այ անասուններ։ Այդ միլիոնի տեղը ընդհանրապես մեր այդ մեծահարուստներին էլի, լսեք ձեզ դաս չեղավ, հենա եկեղեցիներ սարքի կանին թողեցի կարա, պարսիկը գրավեց։ Ենքան եկեղեցի եք սարքել ընդեղ արա Մոսկվայում ու Նյու Յորքում այդքան մետրոյի կայարան չկա, հələ պատկերացրեք մետրոյի կայարան։ Եկեղեցիներ եք սարքում, այ նույն Տաշիս Սամվել, Գագիկ Ծառուկյան, չգիտեմ ով կա այնտեղ, Խաչատուր Սուքյասյան, էլի մյուսներ, լսեք ֆոնդեր ստեղծեք, որ ֆինանսավորեք երիտասարդ օրինակ, շնորհալի դպրոց երիտասարդներին, էլի, հենց դպրոցից բռնած, որ գնան արտերկիր սովորեն, օրինակ Բերկլի գնան, Հարվարդ գնան, Քեմբրիջ, լավագույն այդ բուհերում կրթվեն, գիտական, հասկանում եք, տեխնոլոգիչսկի ինստիտուտներ կան, այ դրան ֆինանսավորեք, ոչ թե խաչապաշտության կոթողներ կառուցեք։ Լսեք, Աստվածաշնչում գրած է, փառասիլությունը դա մեղք է, չիսլավը գրեղ։ Դուք այնտեղ այդ ձեր փառամոլության տաճար եք սարքում, արա կարևորը անունները ձեր հավերժանն է, էլի։ Համար ունենք այսօր այս ժողովուրդը, այս անգրագետ տգետ այդ զանգվածը, որ պարզ պրիմիտիվ բան զուգարանից օգտվել միջև մա չգիտի։ Նիկոլ, ես հարցում եմ անցկացրել հայ ժողովրդի մեջ, հայկանց հայերի մոտ, էլի։ Հավատա, հայի 99%-ը չի ճանաչում Դարվինի տեսությունը։ Գիտությունը հերքում է, հələ պատկերացրեք, զարգացած մարդիկ։ Դարվինիզմը հերքում է, դա նշանակում է հայը հերքում է կրթությունը, գիտությունը, ընդունում է խավարամտությունը։ Մեր դպրոցական գրքերից հանեք Դարվինի ընդհանրապես դեռ երկու տող եք գրել, որ ոչ մի դպրոցական չի հիշում, հələ ուսուցիչներին այդ կրթության նախարար մի հատ հələ հարցում արա, ստուգողական, տես ով է դպրոցում ճանաչում Դարվինի տեսություն, ու ինչ է դա, բայց սաղ հավատում են, որ աշխարհը ծնվել է Ադամից Եվայից, այ այս ձևի խավարամիտ, մեկ էլ երևի Աֆղանիստանի են, Քաբուլը չէ, ավելի են աուլների մեջ են, սարերի վրա են այդ ձև մտածում, տաջիկներն են, այ են, որ մոլագար տաջիկներ կան, էլի, այ դրանք են տենց մտածում, այս մակարդակի վրա է Հայաստանը։ Դրա համար հայի հետ խոսում ես, ասում արի, ես հայ եմ տեսնում, ամաչում եմ։ Մարդիկ ասում են, ես ամաչում եմ հայ ներկանը, որտեղ հայը դարել է բռի, չոբան, անասուն։ Ես ինքս տեսնում եմ, օրինակ, նույն Մոսկվայում, արել մարդիկ են սովորական ժողովուրդ, այլ մեկ էլ տեսնես ինչ որ միտեղ միլիցիա չկա մոտերքում, մի 3 հոգի բարձր անասունի պես իրանց պահում են։ Մեկ էլ լսում ես մոտիկանում, տեսնում ես հայկական լեզու է։ Այս է հայը։ Այսա պետք է արվի, հասկանում եք, մարդկանց փոխենք, որ այսօր տեսնում ես, այնքան չար ու շատ լավ բոզի վաստակ բլոգերներ կան դրած, մենք ամենալավ ազգն ենք, պուպուշ ազգ, սենց ազգ, մեծամտություն ենք հարուզում մարդկանց մեջ։ Մենք չլինենք, աշխարհը չեր ունենա էս, չեր ունենա են, այս սենց հիմարություններ լցնում են, գովելով էլի անգրագետ տգետին, էլի, որ ասում է, ախր մեծ մասը անգրագետ նագդոն են, գան ինձի կդառնան բաժանորդ։ Ու այսօրն է եկել հասել երկիրը։
որ մենք գնացին մեր ոչխարները ընդրեցին էլի Նիգոլ, որտեվ Նիգոլից, Քոչարյանից բացի ոչ մեկ չկա այստեղ, ու Սերժից։ Ես համեմատում եմ մեր անցած ճանապարհը, նույն վրացու հետ, նույն արա մնացածի հետ էլի արա մեր մոտ ինչ մակարդակը։ Նայում ես Տրամփ, ընդեղ Պուտին, չինական այդ Սին իրանց, Գերմանիայի, Ֆրանսիայի նախագահները, որտեղ ինչ այց գնում են, նորմալ այցի գնում, գալիս են իրանց երկիր կամ մի քանի հատ ինտերվյու, բայց մեր հայ անասունները ուր գնան, մի հատ պետք է պարտադիր գնան եկեղեցու մի հատ բառանի նման կանգնեն, ու այս է աղանդավոր ազգը։ Մի ազգ, որ իր ամբողջ պատմությունը գրել է, մոլագար հոգևորականը, բանը, Նարեկացին, մի խելագար հոգևորական, ով ֆանատիկ էլի, ում համար երկրագունդ եղել է հարթ, ամեն ինչ պատտվել է Երուսաղեմի շուրջը, իսկ Երուսաղեմը եղել է աշխարհի կենտրոնը տիեզերքի, այդ մարդու գրած գրքի վրա, այս հեքիաթների վրա դաստիարակել եք, այս սենց խելագար ազգ կդաստիարակվի։ Այս այ, ու ինձ շատերը չեք հավանում, բա դու մեզի լավ չես գովում, ինչ գովամ, ասեմ, դամար ասեմ, անասուն է մեծ մասը։ Փչացած ժամացույցի օրինակը, դա էլի, իմացեք, դա ճիշտ ժամացույց չի։ Ինպես մտածող մարդիկ էլ կան, բայց դրանք շատ քիչ են։ Մեծ մասը, մտնում ես TikTok, հայ աղջիկեքը խլեշի ֆեստիվալներ են անցկացնում։ Հենց պարապետը նայի կզարմանա։ Խլեշի։ Այսա է, այդ TikTok-ը, Նիկոլ, փոխարեն դու TikTok ես մտել է, TikTok-ը պետք է ընդհանրապես արգելափակվի։ Այն քաղաքական գործիչը, այն հասարակական կազմակերպությունը, որ TikTok-ում է նստած, արա պետք է դրանք վրա թքես։ Ես նայում եմ TikTok-ի այդ զբրոդը, ես ընդես մի անգամից փախած ես ախում չաթլախ չեմ լծվեմ ընդեղ TikTok։ Իսկ Նիկոլ դու նստած ես TikTok-ում այդ տգետների կողքը ու անգրագետների։ Հիմա էլ զարմանում ասում է, անգր ասում է դիպլոմ ուներ, բայց ասում է 17 հատ ուղղագրական սխալ արեց։ Բա կզարմանաս։ Բա դու ես դաստիարակել։ Լևոնն է դաստիարակել, են Եգրապայի դեգեներատներն են դաստիարակել, տգետ սպարապետն է դաստիարակել, Վազգենը, որ զինադադարը կապիտուլյացիայի չէր տարբերում։ Բա ես պետք է ստանաք էլի, որ դեգեներատներին սարքում եք սպարապետ, ազգի հերոս, կաշառակերության մաստադոնտ ասում եք, միակ ազգ ես մոլորակի վրա, որ ասում է հերոսությունա, մետրոյա սարքես, զերոպիչը։ Ասում ես այդ չաթլախներ, մետրոն, բաննա, Քոչինյանն է սարքել։ Բա այսենց ազգ պետք է ունենակ, ու այս իրականություն, այս։ Ու ասում եմ, ով ձեզանից ինձ հետ համամիտ է, ինձ հետ, ոնց ասեմ, միակարծիքը, եկեք, օգնեք ինձ իմ ալիքին կողքս կանգնեք, ինձ գործընկերներ են պետք, ողորմություն չեմ հավաքում, ու որ փոխենք այս ամեն ինչը, ու որ հայը դառնա համաշխարհային բրենդ, որ հայը մի քիչ փոխվի, սա տարիների հետ էվոլյուցիա է պետք, մի ամսում չես փոխի, մի տարում չես փոխի, դնենք պատմական, ավելի ճիշտ, մարդկանց կրթենք, մարդկանց արժեհամակարգը փոխվի, ոչ թե նստի այնտեղ Շանթ Հարությունյանը արժեհամակարգերից խոսա, բայց ինքը քամակ լպստի։ Ասում է Վազգենը փող չէր թալանել, բայց Վազգենի աղբերները ամբողջ գործարաններ էին վերցրել։ Պարտադիր Վազգեն իր անունով գրեր։ Այս սենց բաներ են տարածում, էլի։ Արժեհամակարգը ճիշտ խոսելն է, ոչ թե անբարոյական լինելը։ Շանթ Հարությունյան։ Միգուցե Վազգենը իր ջեբերը չէր լցրել, բայց աղբերտիկն հենց այն ջեբերը լցրել, ամեն մեկը որ մաներ գալի, ոնց որ մի հատ Դուբայի բաներն են, շեյխլն էին, կողքի ավտոները, բանը, շարասյունները։ Այս է արժեհամակարգը, ոչ թե Շանթ Հարությունյանի հեշությունները, որ դուսա տալի դարելաբան։ Ինչ է անուն են, կագեբեաֆոբիայով է տարապում մենակ։ Քամին փչի ինքը հիվանդանակ, ասի կագեբեն է մեղավոր։ Ես է մեր ազգը։ Իսկանը, ով ինձ հետ համամիտ է ժողովուրդ, նայեք, ինձ պետք է, ես Մոսկվայում եմ, ալիքը ավելի աճացնենք, զարգացնենք ու այսենց փոխենք։ Այս ձև պետք է փոխվի։
մտածելակերպը մարդկանց, հոգեբանությունը, աշխարհընկալումը հասկանում եք, որ մարդիկ տեսնեն ուրիշներին ծանոթանան, որտեղ հայկական լեզվի մեջ պարփակված մոնո այդ հասարակության մեջ մենք ավելի դեգրադացվում ենք։ Դեգրադացիա, որ հիմք է դրել հայ առաքելական եկեղեցին դեռևս 1000 տարի առաջ։ Աղանդը սարքելով պետական կրոն, ոչ թե քրիստոնեությունը, այլ քրիստոնեությունից անջատված աղանդը։ Եվ միակ պահկվելու տեղը քանդել է պետականություն, պահկվել մահմեդական երկրներում։ Որտեւ եթե հայ առաքելական եկեղեցին մտներ Եվրոպա, տեղում կրակի վրա կվառեին, որպես աղանդավոր խելագարների։ Ու ինքնազբաղվել, միայն ինքնազբաղվել, հային կրթելով, դաստիարակելով եկեղեցին, ամեն ինչի մեջ եկեղեցին է կակել։ Հայի կերպարես կերտել է եկեղեցին։ Ու հիմա էլ միջև հիմա նույնն է, ասում ես Վարդանիկ Ղուկասյանը լավն է ասում է այն Աչապահյանն, ասում է նախազգնում է կանանց վրա։ Ես չեմ զարմանա, որ վաղը օրինակ Աչապահյանը մեկ է Վարդանիկ Ղուկասյանը Հայաստանում շարիաթի ինչ որ մի նոր ձև հայտարարեն։ Կանայք պետք է սենց հագնվեն, որ տղամարդիկ չգայթակղվեն։ Ղուժբաց տերտերները կատուներ են սպանում Հայաստանում, այն աղջիկը խոսում էր, այն ասում է ասում է ղշերից որ չուտի սաղ կատուներին պետք է բնաջնջեմ։ Ասում ես այ կներեք էլ ղախպի տղա այդ տերտերին այդ խաչով են ես տեսա թրաշով նագդոնին։ Արի Մոսկվա տես մարդիկ ղուժբազներ կան էլի։ Արա զաբորների մեջ էլի մանր ցանցից ցանցապատված է։ Ես ում աստեղ ընկած ղուժբազները բակերում կա էլի ղշի այդ տեղեր։ Ընկած սաղոր կատու են սպանում, այս սա է մեր աննասուն եկեղեցին, անասուն եկեղեցու հետևորդը։ Հələ մեկը տերտերի նկար ինձ ուղարկեք, ես դնեմ, թող ազգը իր դեգեներատ տերտերներին ճանաչի։ Որ դրանց մոտ ոչ երեխա կնքի, ոչ մի բան։ Այդ տերտերը երևի կողքից նայում է, սիրուն աղջիկա ղզղնում է, նկարը տանում, հետո գիշերը վերմագիտակը ինքն իրան թափահարում։ Պիղծ տերտերներ, պիղծ եկեղեցի։ Հիմա չգրեք զատիկի արանքնա կամ բան։ Կապ չունի զատիկ լինի, ինչ լինի։ Պիղծը միշտ էլ մնում է պիղծ։ Պիղծը չի նայում, դա զատիկա, սուրբ հորա, թե ինչ որ օրա։ Ազգը դարել է տգետ, անգրագետ, այն աննասուն Նիկոլն էլ ընդից զարմանում է։ Ախր դու ես դաստիարակ է, որ քեզ ընտրեց։ Այսքանը։ Շնորհակալություն։ Գրեք ձեր կարծիքները, գրեք տեսնեմ։